Զադիգի տոնի օրը ինձ բռնեցին զրկեցին Զադիգի տոնի օրը Այս տարի չէ մի տարի առաջ անցած տարի նույն էլի Զադիգի օրը բռնեցին զրկեցին ես էլ ասենք ոսկերնակ համաձայնվա բայց հիմա արդեն երկատարիկ ունենք չէ կարա մենք ոչ քննություն տանք ոչ էլ պրովանենք մեզի պետքա մեր խնդրանքն է որ մեզի համաներում անեն բոլորից շնորհեն դրանից հետո թող եթե բռնում են թող ցամա զրկեն մեր պահանջը բոլորիդ է մենք ասենք ոչ թե եկել ենք ստեսին բողոք հարկելու կամ եսիմ չէ, այդ խնդրվածքով ենք եկել։ Եթե կարան մեզի օգնեն այդ հարցում։ Մարդ իշնի թողա մեզի տնանք ինչով ենք։ Մենք նույնիսկ երկրի վարչապետներն ենք բոլորս էլ։ Եթե մեզ այդպես ասվում, մենք այդպես էլ հավատում ենք, այդպես էլ անում ենք։ Հիմա թողան մեզի այդ վարչապետներն են լսեն։ Մենք էլ ենք վարչապետ։ Փոքրիկ վարչապետներ ենք համարում։ Որ մինչև հիմա դուք 3 միլիոն վարչապետներից մեկն եք, կարծեմ Այո, ո՞նց։ Ինչպես հասկացա, դա եք հագնած։ Որովհետև այդպես ասա, ես որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ընտրել եմ, ինքը այդպես է մեզ ասել, մենք այդպես է շարժվել ենք, միջև մենք այդպես ենք շարժվում։ Մեր խնդրանքն է մեզ աջակցեն այդ հարցում կոյնե օգնեն այդ հարցում։ Քաղաքացիներ ենք Հայաստանի Հանրապետության։ Հիմի զրկվել ենք մեկը տարբեր պատճառներով է զրկված, կապ չունի։ Բոլորին թող ասենք առաջի հավաքը եղել է ապրիլի 3-ին, միջև ապրիլի 3-ի զրկվածներին է։ Թող դնեն քննարկման, իրանք մեզանից լավ կարան այդ հարցին լուծում տան, ոչ թե մենք, ասենք մենք ոչ մեկս չենք կարող այդ հարցին լուծենք, որ մենք լուծողը լինենք, չենք հասնի ստե։ Ձեզ ինչի համար են զրկել։ Կապ չունի ինչի համար, հիմա զրկված ենք, բռնում են, ցույց է տալիս, որ զրկված ենք։ Բոլորին էլ ասենք բռնելուց զրկված լինելով հանդերձ, բոլորին էլ բռնում են քրեական գործեր արդեն։ Ասենք սոցիալական վիճակը լավ չի։ Մի հատ էլ բռնելուց հետո քրեական գործ տարբեր դատարան, ասկի մարդկա փող չունի որ գնա դատարան, տրանսպորտ փող ծախսի գնահատի դատարան կա։ Մեր պահանջը այնա, բոլոր զրկվածների պահանջը այնա, եղել է ամսի 3-ին առաջի հավաքը, միջև ամսի 3-ի հավաքի զրկվածներին է, թող բոլորի հարցերը դնեն քննարկման, դնեն բոլորին համաներում տան, ումը որ բռնեն հետո այն աստիճանի կլինի որ զրկվի, թող պրավի անուն չտա, վարորդական իրավունքի անուն թող չտա, բոլորս համաձայն ենք։ Բոլորս մի մարդու նման համաձայն ենք։ Երկրորդ անգամ որ բռնեն ինչ-որ մեկին, որ պետք է զրկեն, թող ցմա կյանքով մեկ զրկեն, մի հատ էլ պատժի ենթարկեն։ Ձեր պայմանը մեր բոլորի պայմանը, բոլորիս առաջարկը էդ է, պայման ասելով էդի Սաղից պայմանը է դա։ Տալու դեպքում խոստանում եք, որ նման սխալներ այլևս չեք կրկնելու։ Որի Այդ ձեր ցավը տանեմ էլ Ով կանի իրաք չի կրկնի, որովհետև ասենք որ մեկ մեջեդի հաշիվը չի կարամ հաշվի։ Էսի պրոստը մեր սոցիալական կարգավիճակը շատ բարդ է այսօր, չենք կարում ենք աշխատենք։ Մենք ոչ մի քայլ չենք կարում անենք։ Բարդավորակից կգրենք կվեկալենք։ Քննություն չենք կարում հանձնենք։ Գնում ենք, հաստում ենք, գնում ենք, հաստում ենք Մարտունի, գնում ենք, հաստում ենք Սևան, աշտարակ կտրվում ենք։ 4 անգամ։ 2 անգամ էլ ես եմ տվել կտրվել եմ, չեմ կարում ես։ Այսօր է բարդ է քննություն տալը։ Այն վաղտից 10-ից 9 ենք լուծում որ անցնում ենք, հիմա 20 հատ պատկերացրեք այդ քայնա թերթիկ պիտի մեր բոլորիս կարնանք անցնենք։ Սպասի ախպեր։ Մեր բոլորիս խնդրանքը պահանջը այնա, որ խնդրում ենք պարոն վարչապետին, այս հարցը դնեն քննարկման իր մեր հարգելի պատգամավորների հետ միասին։ Մեկը մյուսից լավն են։ Բոլորին էլ հարգում սիրում ենք։ Թող այս մեր հարցը տնի քննարկման, որովհետև քանի հազար հոգի է զրկված, քանի հազար տուն պատկերացրեք առանց հացի, գիտեք ինչ, գիտեք հարցրեք հələ սոցիալական խնդրի առաջ են կանգնում։ Եկամտի միակ աղբյուրը մեր վարորդական իրավունքն է, որ հելնենք սաղսել աշխատենք։ Հա, մի հատ էլ ավելացնեմ, թող դնեն միջև մարդիկ կան, տղաներ կան, համաձայն են, որ ասենք մի ամիս, 2 ամիս է զրկված, թող իրանցն էլ, որ միջև առաջի հավաքի օրը, որ հավաքվել ենք, ամսի 3-ին, տղաները կա 3 ամիս է, թող տարին լրանա, նոր իրանցը վերադարձվի։ Բայց ասենք վաղը, որ մեկը գնա ազատ քաղաքացի, մեկը գնա զրկվի, մեր հետ կապ չունի էլ։ Այսքան բանը թող տենան, վաղվա զրկվածները, ոնց էլ չլինի Հայաստանա, կլինի զրկված։ Թող այսքան բանը տենան, որ մտածեն, որ չզրկվեն։ Հիմա մի հատ սխալ ենք արել, բոլորն էլ սխալ անում են։ Բոլորը, չկա, նախագահից սկսած Կամ եթե մարդկանց զրկելու են, ասենք օրինակ Եգոր զրկելը, թողնես գումար դնել վրա, որ ասենք սաղ կյանք եթե աշխատի այդ գումարը ստեղծի որ կարողանա տագից դուրս գա։ Եթե չէ, համաձայն ենք, այն պետական վճար դնեն, այդ հանք պետությանը մենք մեր մի հատ փոքրիկ գումար ասենք ինչա վճարենք, մեր վարորդականները հետ տան մեզ։
ինչպես հասկացա, տաքսի ծառայության Այո, մեկը տաքսիա քշում, մեկը կամազա քշում, մեկը առաքիչա, մեկը Հիմնականները սաղուցալ նույն գործին եք էլի։ Հայրը ճախվել է։ մարդիկ ֆուր են քշում, դուս են հետում գալի չեն կարում։ Սաղներ վարորդականով ապրող մարդիկ են։ Պատկերացրեք, քանի հազար ընտանիք այսօր չի կարում այդ հացի խնդիրը լուծի։